Կուսակրոնության հետ կապված թեման ես ձեզ ասեմ, ինքը բավական երկար ժամանակ քննարկման առարկա է եղել, բայց այս օրերին այդ հարցի քննարկումը ես շատ արհեստական եմ համարում, որովհետև այս հարցը արհեստականորեն է բերվել հանրային դաշտ։ Մեր երկրի խնդիրները բացարձակապես կապ չունեն կուսակրոնության հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումները, մեր եկեղեցականների շատերը ունեն իրենց դիրքորոշումները, իհարկե եկեղեցին կարիք ունի բարեփոխումների, խորը բարեփոխումների, հարմարեցումների, արդյունավետ իրականացման համար իր առաքելությունը, բայց այդ բարեփոխումները բացարձակապես կապ չունեն այն իրական խնդիրների մարտահրավերների հետ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև։ Կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելը չէ, որ Հայաստանը որպես գործոն այսօր պարզապես դուրս է մղվել, իսկ որ աշխարհաքաղաքական խաղատախտակից նվազեցվել է Հայաստանի որպես պետություն դերակատարությունը։ Կուսակրոնությունը չէ խնդիր, որ Ալիևի պահանջները օրեցօր սաստկանում են։ Ես երբեք չեմ լսել, որ Էրդողանը կամ Ալիևը կամ այն բոլոր աշխարհաքաղաքական խաղացողները, որոնք որ Հայաստանի համար ճակատագրական հարցերում կարող են դեր ունենալ, Հայաստանի նկատմամբ իրենց օրակարգերը ձևավորեն պայմանավորելով կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելու հետ։ Սա ուղղակի զավեշտ է, չէ՞, ծիծաղելի է։ Հիմա մենք դրել ենք կուսակրոնության հարց են քննարկում այն համատեքստում, երբ երկրի առջև ստեղծված իրավիճակները բացարձակապես դրա հետ կապ չունեն։ Ես իմ դիրքորոշումները հենց որ սկսեմ ասել, ես տուր կտամ այդ օրակարգին։